Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր սոցցանցի էջում նոր տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանի նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել Ղարաբաղյան հարցի իրենց նկարագրած լուծումները։ Ինչու ուրեմն Հայաստանի բոլոր նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Սրա համար կարող է լինել երկու տարբերակ։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Փաշինյանին արձագանքել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, նշելով Ղարաբաղի հարցը չի լուծվել բացառապես այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առկախում, ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը։ Ղարաբաղի հարցը չի լուծվել, Նիկոլ, բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առկախում, ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը։ Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019-ին մերժեցիր անգամ բանակցությունները, տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմ։ Քո իսկ խոստովանությամբ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու եւ Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն։ Հիմա ով է ծառայել օտար երկրների շահերին։ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոս, Շարմ էլ-Շեյխի միջազգային օդանավակայանում կառավարության ղեկավարին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին։ Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի իրավերով այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողովին։ Եգիպտոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Խաղաղության գագաթաժողովի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը արդեն զրույց են ունեցել, նրանց զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։ Նա հայտնել է, որ շատ ուրախ է զրուցելիս տեսնել Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին հիշեցրել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեն ստորագրված 2025 թվականի օգոստոսի 31-ին Չինաստանում։ Բաքվում այսօր շարունակվել է հայ ռազմագերիների դեմ շինծ ու դատավարության հերթական նիստը։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ այսօր հրապարակվել են հայկական զինված ուժերի մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ հայկական զինված ուժերի տարբեր կառույցներին, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակին հանձնարարվել են տարբեր ռազմական առաջադրանքներ կատարել Արցախի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցը վկայակոչում է դատարանի կողմից հրապարակված երկու փաստաթուղթ գաղտնի հրաման, մարտական առաքելություն, որոնք իբրև թե 2016 թվականի մայիս եւ դեկտեմբեր ամիսներին են ստորագրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գնդապետ Ֆ Սարգսյանի կողմից։ Բաքվի բանտերում ըստ պաշտոնական տվյալների այս պահին 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասին ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած 3 ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Գևորգ Պապոյանը ողջունում է, որ Հայաստանում թուրքական ներդրումներ կատարվեն։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ թուրքական ընկերությունները Հայաստանում ներգրավված են դեռևս 2012-ից 13 թվականներից։ Մեկ բրենդի դեպքում շատ ուղղակի է ներկայացած եւ ես ողջունում եմ
եմ այդ ներդրումները, քանի որ հարևանների միջև ցանկացած խաղաղություն պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Նորմալ եմ համարում, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացվելուց հետո ներդրումներ կան, այդ թվում թուրքական, իսկ մենք էլ այնտեղ ներդրում անենք։ Եթե թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակի պատմությանը, ասաց Պապոյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ ներդրում կարող է անել Թուրքիայում, Պապոյանը նշեց, որ հայկական կողմի խնդիրն է, որ հայկական ապրանքը վաճառվի Թուրքիայում, օգտագործվի թուրքական նավահանգիստների եւ ճանապարհների ներուժը։ Միևնույն ժամանակ Պապոյանը հերքեց, թե Թրամփի ուղի ծրագրի անվան տակ Հայաստանի Հանրապետությունում թուրքական ընկերություններ են գալու, կրկին հիշեցնելով, որ դրանք դեռևս 2012-ից կարող էին իրենց անվամբ լինել Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա ճանապարհի հետ գործ ունեն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, այլ բան հնարավոր չէ, անհրաժեշտ էլ չէ ու այլ բան չի էլ լինելու, ընդգծեց նա։ Բարերար գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից, ինչպես հայտնի է գործարարին 2 մեղադրանքեր առաջադրվել, իշխանությունը զավթելու հրապարակային կոչ եւ փողերի լվացում։ Նրա պաշտպանական թիմն այսօր հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքը փոփոխվել է եւ ավելացվել է քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցություն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, հայտնում են քննչական կոմիտեից։ Կարապետյանի պաշտպանական թիմում վստահ են, որ բարերարի կալանքն ուզում են երկարաձգել, դրա համար էլ նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում 2 կարևոր հանգամանք առանձնացրեց։ Առաջինն այն է, որ նախաքննական մարմինը կայծակնային արագությամբ նախազգուշացրեց նախաքննական գաղտնիք հրապարակելու արգելքի վերաբերյալ։ Երկրորդը, ինչով է պայմանավորված, որ հենց օգտագործել ենք տնտեսական բնույթի նոր մեղադրանք ձևակերպումը եւ հատուկ մանրամասներ չենք ներկայացրել։ Մենք որպես պաշտպաններ տեղեկացված չենք եղել, բայց արդեն իսկ հայկական ժամանակ օրաթերթը դրա կալանքի երկարացման միջնորդության մասին հիշատակել էր, ասաց Վարդևանյանը։ Նա շեշտեց, որ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 19-ին, սակայն նոր դատական նիստի մասին մինչ օրս պաշտպանական կողմին որևէ բան չեն հայտնել։ Պաշտպանական թիմի համար մինչ այս պահ հասկանալի չէ, որն է նոր մեղադրանքի հիմքը եւ ըստ Վարդևանյանի խախտվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության 5 աշխատակցի ազատել են աշխատանքից, տեղեկությունը հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա Facebook-յան էջում գրել է, որ 3 մարզային բնակավայրերից մեկը վթարային անջատման հետևանքով հոսանքազրկվել է ավելի քան 6 ժամով։ Ըստ Պետրոսյանի, վթարի փաստի վերաբերյալ հետ համապատասխան մասնաճյուղի կարգավարական ծառայության հերթապահ կարգավարը պատշաճ գրանցում չի կատարել գրանցամատյանում, անցալով մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի ակնհայտ ապօրինի ցուցումին եւ սահմանված կարգով անմիջապես չի զեկուցել հետ կենտրոնական կարգավարական ծառայությանը։ Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել հետ բարձր ղեկավարությանն ու կենտրոնական կարգավարական ծառայությանը, ինչի արդյունքում լրացուցիչ հսկողություն է սահմանվել վերականգնողական աշխատանքների նկատմամբ եւ 2 ժամ անց արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Իրավիճակի մանրակրկիտ համադրմամբ, ինչպես նաեւ տվյալ հերթափոխի աշխատակիցների եւ պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացված գործողությունների եւ ձեռնարկված միջոցառումների համակողմանի վերլուծության արդյունքում ի հայտ եկած փաստերի հիման վրա աշխատանքից ազատվել են մասնաճյուղի տնօրենի տեղակալ գլխավոր ճարտարագետը, մասնաճյուղի օպերատիվ կարգավարական ծառայության պետը, տվյալ ծառայության ավագ կարգավարը, մասնաճյուղի Էլ-ցանցերից մեկի պետը, տվյալ Էլ-ցանցի պետի տեղակալ գլխավոր ճարտարագետը, գրել է Պետրոսյանը։ Հայաստան ամենակարճ ժամկետում պետք է միջոցներ ձեռնարկի ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ, հակառակ դեպքում ընթացիկ տեմպերի պահպանման դեպքում մինչ 2040 թվականը երկրի բնակչությունը կարող է կրճատվել մինչև 2.5 միլիոնից պակաս մարդ։ Այս մասին կամուրջ եւ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնությունների կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Կան տարբերակ, այսինքն ծնելիության աճի խթանումը, անշուշտ դա միայն չպետք է պայմանավորված եթե մենք մեկ երեխայի համար 2 միլիոն տանք, այդպես ծնելիություն չենք ունի։ Մենք պետք է այդ ամբողջ այսպես ցանցը ստեղծենք, սա մանկապարտեզների, երեխաների խնամքի պատրաստման հնարավորություններ եւ այլն, այսինքն սա համակարգային այսպես բաղադրիչներից բաղկացած ամբողջությունը, որ պետք է ներկայացնենք։ Բացի այդ շատ կարևոր է նաեւ ժողովրդագրության մասով
պետական քարոշությունը, պետական քաղաքականությունը այս մասով, այսինքն պետք է խթանվի, կարևորվի բազմազավակությունը, երեխա ունենալը, իրավամբ պետք է արձանագրենք, որ ամուսնության տարիքը բավականին բարձրացել է, եւ երբ որ բաց տարիքում, այսինքն 30 տարեկանում են մենակ տղաները 32 տարեկանում են ամուսնանում, այս պարագայում շատ երեխա ունենալը ավելի քիչ հավանական է դառնում։ Այսինքն սա եւս այսպես ընդհանուր զարգացած երկրների հետ կապված տենդենց է։ Եվ մյուս կարևորը այսպես մեխանիկականը, այսինքն ներգաղթի ապահովումը։ Օրինակ մենք 22 թվականին ունեցանք մեծ բոլոր ռուսաստանցիների ներգաղթը Հայաստան, բայց պետք է արձանագրեմ շատ քիչերը մնացին։ Նույն այդ ժամանակ ես մի քանի հարցադրումներ արեցի, առաջարկություններ արեցի, որ կոնկրետ կառավարությունը պետք է ամեն ինչ անի այս ռուսաստանցիներին Հայաստանի մի մասի շատ արագացված քաղաքացիություն տրամադրելով, օրինակ համար նրանց տեղական խնդիրները կազմակերպելով կրթության, առողջապահության եւ հարցեր, որ մի մասը մնային Հայաստան։ Հիմա չկարողացանք դա անել։ Հիմա նույնը վերաբերում է նաեւ արցախցիների բաժանմանը։ Հայաստան գալու 100,000 արցախցի եկավ, որ ըստ էության կարող է ասել մեխանիկական այսպես աճ ունեցավ Հայաստանում, բայց 20,000 արդեն Հայաստանից մնացել է։ Ինչ են գնացել, քանի որ չեն կարողանում իրենց սոցիալ-տնտեսական հարցերը լուծել եւ կարևոր նաեւ հանգամանք անվտանգային գործոն։ Այսինքն մենք կարող ենք մեր բնակչության թիվը ավելացնել երկու ճանապարհով։ Կա եթե մենք այս տեմպերով գնանք, մենք այսպես 30 թվականին, 40 թվականներին շատ թույլ 2 միլիոնից մինչև 2.5 միլիոնից ավելի քիչ բնակություն ենք ունենալու։ Մենք պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանում շատ երեխա ունենալով է անվտանգության խնդիրը լուծում։ Շատ կարող է սկոպի թնջի, բայց այդպես մեր հարևան Թուրքիան արդեն 100 միլիոն է գերազանցի, Ադրբեջանը 10 միլիոն է գերազանցը, Իրանը նույնպես, այսինքն մենք պետք է հասկանանք այս տարածաշրջանի մեր անվտանգությունը երեխաներով պետք է լուծել, ինչքան այսպես կոպիտ չի, հա։ Սա, այսինքն երեխա ունենանք, անվտանգության հարցը պահենք եւ փորձենք զարգանալ, այսպես ասած, տնտեսապես։ Այս ամենը համար անշուշտ անվտանգությունը արկա է։ Այսինքն երբ որ դու մարդուն անվտանգություն չես ապահովում, մարդը շատ երեխա չի կարող ունենալ։ Այսինքն մենք քաղաքական գործիչների թիմի խնդիրը պետք է լինի անվտանգության, խաղաղության, որոշակի ժամանակաշրջանի ապահովում, որը ժողովրդական հարցը լուծի։ Խաղաղությունը սա մենակ իշխանության օրակարգ չպետք է լինի, սա նաև ընդդիմության օրակարգը պետք է լինի, մեր շարքային քաղաքացիների օրակարգը պետք է լինի, որ մենք պետք է մեր ժողովրդագրական խնդիրները լուծենք։ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Շեյխուլ Իսլամ Ալաշիքյուր Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայ առաքելական եկեղեցու հասցեին։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը պնդել է, որ հայ եկեղեցին, ինչպես նաև հայկական սփյուռքը ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն խաղաղության գործընթացը։ Փաշազադեն այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների ադրբեջանցի կրոնական առաջնորդը նաև հավելել է. «Մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման»։ Այսօր հոկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հոկտեմբերի 13-ն է Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհին դեպի Իջևան ընթանալիս Infinity մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հրազդանի վարչական տարածքում բախվել ճանապարհին տեղադրված, սակայն չշահագործվող երկաթե ինչ-որ տնակի եւ հայտնվել այս վիճակում։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար դժվարներ չկան, օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, ովքեր այս պահին վթարը ձևակերպում են։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Եղանակը անձրևային է եղել հավանաբար եւ այդ ժամանակ էլ կառավարումը կորցրել է վարորդը։ Սա նախնական վարկած է։
Հոկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հոկտեմբերի 13-ն է Երևան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան տանող ճանապարհին Defense House բնակելի նոր կառուցվող թաղամասի մոտ Ford Fusion մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտի եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի Defense House-ի անվտանգության աշխատակիցները, ովքեր չսպասելով շտապօգնության ժամանմանը իրենց մոտ եղած բժշկական դեղատուփից անհրաժեշտ պարագաներով բժշկական օգնություն են ցուցաբերել, ապա երբ օպերատիվորեն մոտեցել է շտապօգնության ավտոմեքենան, օգնել են բժիշկներին, վիրավորին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն։ Իմ տեղեկություններով նրա կյանքի վտանգ չի սպառնում, երկաթե էլեկտրասյունը մինչ այդ նաև ավտոմեքենան բախվել է Defense House թաղամասի այս քիթեղյա ժամանակավոր պարսպին, առաջ է ընթացել, տեսնում եք, կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել ամբողջությամբ փակելով հետիոտնի համար անցնող ճանապարհը։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և այս պահին տեղում հերթապահություն են իրականացնում։ Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և Վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։ Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից իմ տեղեկություններով արդեն քննիչը մեկնել է հիվանդանոց, ով ապա կժամանի դեպքի վայր։ Եղանակը անձրևային է եղել, երևի դա էլ է նաև վթարի պատճառ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։